բա աթոռակռիվ լինի, թե չէ ես մենակ խոսալով ինչ կարող անեմ։ Եկեք ինքն դնենք գաղափարական տարաձայնությունները եւ Սերժի տոնը փչացնենք։ Արարատ Միրզոյանին, մինչև այս պահը դուք անվերապահորեն աջակցում եք։ Ներեք հիմարությունս։ Իրանք այն ժամանակ էլ համոզմունք ունեին, որ այո, եթե այդ կարգավիճակում պետք է լավ ապրենք։ Ինչի՞ չէ, բայց ինչի՞ չպետք է անենք, որ ինչի՞ չպետք է ունենանք, որ Սերժ Սարգսյանը կարող չէ ֆայմեր, որ պետք է, չգիտեմ, ինչ ասֆալտը ավելի շատ անել, շոուները կազմակերպենք, փառատոները, գինու փառատոները, սալիկները խփենք, ասֆալտ անենք, խորոված, լույսը քաշենք, ժողովուրդը թող ուրախանա։ Բարի օր, Արմլուր լրատվականի հարգելի հետևորդներ։ Ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում այսօր մենք զրուցելու ենք լրագրող, պատմաբան Կարպիս Փաշոյանի հետ։ Ողջույն, պարոն Փաշոյան, շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիք ձեզ հետ եւս հարցազրույց անել, հիմնականում դուք եք հարցազրույց անում։ Տարբերակություն ունեի։ Կարպիս փիս հարցեր այսօր չենք հնչեցնելու, բայց ուզում ենք բացահայտել նաև ձեր կերպարը, ուրախ կլինեմ, որ անկեղծ պատասխանեք մեր հարցերին։ Պարոն Փաշոյան, երբ ուսումնասիրում էի ձեր կենսագրությունը, տեսա, որ ճանապարհ եք անցել լրագրություն, պատմաբան, աստվածաբան, բայց անակնկալ տեսա, որ նաև ՔՊ-ի, ՔՊ հեղափոխական ժամանակաշրջանում իրենց թիմում եք եղել։ Այսքան ճանապարհ անցնելուց հետո ինչու նախընտրեցիք դեպի ՔՊ-ի ճանապարհը, ինչն էր ձեզ ձգում հեղափոխությունից հետո գնալ ՔՊ-ականների մոտ։ 18 թվականին 2018 թվականին։ Ես ՔՊ անդամ չեմ եղել, կուսակցության, այսինքն առնչություն չեմ ունեցել։ Որոշակի կապեր եմ ունեցել դեռևս մինչև հեղափոխությունը Արարատ Միրզոյանի հետ, մարդկային։ Ինչպես եք ծանոթացել, մի քիչ որ բացահայտենք, հիմա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է։ Ինչպես է ձեր ընկերը եղել, ինչպես եք ծանոթացել։ Ընկերը չի եղել։ Ես այն լավ էի վերաբերվում, երբ որ 17 թվականի ընտրությունից հետո ինքը պատգամավոր դարձավ։ Ես ՔՊ-ի խիստ քննադատներից էի, ելք դաշինքի, Նիկոլ Փաշինյանին 2012 թվականից ի վեր իսկ քննադատել եմ, բայց ինքը ավելի adekvat մարդ էր թվում։ Ի տարբերություն այլ մարդկանց, օրինակ Արայք Հարությունյանին, մյուսներին, նույն Էդմոն Մարուքյանին լավ քննադատում էի, բայց իր հետ ավելի դեպի իրեն ավելի լավ էի տրամադրել, բայց երբ եղավ հեղափոխությունը, ինքը ինձ առաջարկեց աշխատել իր հետ եւ ես չմերժեցի։ Եվ ես սական չդարձավ, բայց որոշեցիք աշխատել Արարատ Միրզոյանի հետ։ Ես իրենցից երբեք պաշտոն չեմ խնդրել։ Իրենք են ինձ առաջարկել, ինքն է առաջարկել, որ պաշտոնը զբաղեցնեմ։ Հետո հանգամանքների բերումով դուրս եմ եկել եւ այլևս չեմ հանդիպել եւ երբեւե որևէ աշխատանք չեմ խնդրել եւ պատերազմից հետո 44 օրը համարել եմ, որ բարոյական մարդկային կամուրջները այրված են։ Այդ պահներ կարող եմ ասել, ես չեմ համարում, որ 2018 թվականը Նիկոլ Փաշինյանի մենաշնորհն է։ Հեղափոխությունը նկատի ունեք։ Որովհետև ես այդ ընթացքում հեղափոխական գաղափարներ ունեցել եմ նաև մինչև 2018 թվականը։ Եվ Նիկոլ Փաշինյանը այդ շրջափուլում, քանի որ բավականին մարգինալ վիճակում էր, իր կուսակցության կեսը ցրվել էր, այլևս իրեն ոչ ոք չէր հավատում։ Եվ ինչ-որ մի օր ինձ զանգում են հրապարակ օրաթերթ, այն ժամանակ ինչ-որ ձևերի մեջ էի, հեռախոս չէի պահում, հրապարակ քաղաքային հեռախոսին զանգեց Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանը եւ ասաց, քեզ հրավիրում ենք հանդիպան, եկա հանդիպան, մենակ ես չէի, էլի այն ժամանակ քաղաքացիական ակտիվիստներ կան, չէ՞, այդպեսի դասակարգ էր ի հայտ եկել, էլի այտենց տարբեր մարդիկ էին, էլի որոնց ես զինակից էին ժամանակ համարում եւ Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրեց պլանը եւ ասեց եկեք ինքն դնենք գաղափարական տարաձայնությունները եւ Սերժի տոնը փչացնենք, հեղափոխություն շարունենք, Սերժի տոնը փչացնենք։ Մենք ասենք հարց չկա, քանի որ այդ ժամանակ բոլորիս համարել գերակա էր Սերժ Սարգսյանի հեռացման հարցը եւ սկսեցինք համագործակցել, այսինքն այս ՔՊ-ի հետ կապ չեմ ունեցել։
պլան ունեիք ուղղակի Սերժ Սարգսյանին հեռացնելու, բայց որ կհասնեք հեղափոխության Նիկոլ Փաշինյանն էլ կգա վարչապետ, այդպիսի պատկերացումներ չկար, կարող ենք այդպես ֆիքսել։ Նիկոլ Փաշինյանն էլ չգիտեր, որ ինքը կարող է հաջողության հասնել ինքը տպավորությամբ եւ իմ համոզմամբ ինքը գնում էր քաղբանտարկյալ դառնալ։ Ընթացքում ապրիլի 16-ից սկսած ինչ որ մի բան ուղղակի պայթեց։ Ինչ օրինակ, ինչ պայթեց, օրինակ Սերժ Սարգսյանը երբ որ ասում է սխալվեցի եւ պետք է ես հեռանամ Նիկոլը, ճիշտ էր եւ սխալվեցի։ Ապրիլի 16-ը երկուշաբթի էր 2018 թվականին, դրանից ինքը Երևան էր հասել մի 4-5 օր առաջ։ Նրա հանրավակները սակավամարդ էին եւ արդեն դեպի մարտինալացում էին գնում, բայց ապրիլի 16-ի երկուշաբթի օրը Երևանում մթնոլորտը փոխվեց եւ ուսանողները դուրս եկան փողոց եւ որոշակի բախումներ եղան։ Եվ ապրիլի 16-ից սկսած արդեն հեղափոխական process-ներ սկսեցին։ Բայց չգիտեմ ինչ եղավ, հետո դրան հաջորդեցին նաեւ ուսանողներից բացի հետո եկան շակերտների մեջ ուսանողների ծնողները, ավելի ավակ սերունդները, ու տենց եղավ հանրային մոբիլիզացիա։ Ես մտածում եմ, դուք մտածում եք, որ ինչ որ ուղղորդում եղավ, հա, կոնկրետ, չգիտեմ, նախկին իշխանությունների կողմից, որ պետք էր, այսինքն այս հեղափոխությունը իրականացնել։ Չեմ հավատում այդպիսի դավադրություններին, որովհետեւ ուղղորդումը երբեք չի կարող աշխատել, եթե դրա հիմքերը չկան, եւ հիմքը կար, հեղափոխական էներգիա եկում 1 տասնամյակ առնվազն կուտակվել էր, եւ դա կարող էր պայթել ցանկացած։ Եվ պատմության ամենաուժեղ ազդեցիկ շարժիչ ուժը որն է։ Պատահականությունն է եւ հանգամանքների պատահական համընկնումը։ Այսինքն այն ինչ որ անցյալում եղել է, այնպես չի, որ հենց այդպես էլ պետք է լիներ։ Ուղղակի հանգամանքները միգուցե պատահական կերպով այդպես են համընկել։ Սա պետք է հաշվի առնել։ Չեմ ասում, որ ինչ որ ազդեցություններ, ինչ որ մրցավազք, շահերի բախում չի եղել։ Բնականաբար եղել են, բայց չի նշանակում, որ process-ը ստեղծվել է դատարկ տարածությունում, չէ։ Ուղղակի կար այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանը չպետք է գնա երրորդ ժամկետ եւ վերջ։ Պարոն Փաշյան, ընթերցում եմ ձեր հրաժարականի այն տեքստը, որ 2018 թվականին, երբ փոխվարչապետի մամուլի խոսնակ էիք Արարատ Միրզյանի ու հուլիսին հանդես եկաք այսպիսի հայտարարությամբ։ Մեջ բերում եմ. շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին եւ նրա թիմին, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը, բարին ընձես։ Փակագծեր բացենք։ Ովքեր էին այդ շիզոֆրենիկները, իսկ ինչ ռազմահայրենասիրներ չէիք գտնում այդ թիմում, որ որոշեցիք կտրուկ հայտարարել։ Ակնհայտ է, չէ, որ առաջին նախագահին եմ պլագիատ տարել, իր հրաժարականի տեքստին է նման։ Այո։ Այդ անվերապահ աջակցելուց սկսենք։ Արարատ Միրզոյանին, մինչև այս պահը դուք անվերապահորեն աջակցում եք Արարատ Միրզոյանին, թե պահի ազդեցությամբ տակ ասված հայտարարություններ։ Ներեք հիմարությունս։ Դա ուղղակի 26 տարեկան է ընդամենը, որ էմոցիոնալ այդ տեքստը գրեցի, ու այդպեսի ձևակերպում էլ եղավ, երևի մտքում ուսումնալով այն համոզմունքը, որ իրենք չեն շեղվի ճիշտ ճանապարհից, եթե չշեղվեն ճիշտ ճանապարհից կաջակցեի։ Շեղվեցին։ Բայց իհարկե շեղվել են, ոչ թե շեղվել են, այլ ճանապարհը ոչնչացրել են։ Ես իդեպ ավելի քան հեռանալուց հետո Արարատ Միրզոյանի անունը համարյա չեմ տվել։ Տարբեր ոդկասթներում հաղորդումներում աշխատել եմ չքննադատել, հիմա արդեն սկսել եմ քննադատել։ Ինչու՞։ Ինչ եք նկատում իր վարքում։ Ես ընդհանրապես աշխատում եմ նախկին գործընկերներից, նախկին խմբագիրներից, գոլեգաներից թիրախավոր եմ, բազմաթիվ մարդկանց հետ եմ աշխատել, բայց հիմա արդեն եկա այն համոզմանը, որ եթե իրենք կործանում են իմ երկիրը, ուրեմն ես էլ հրաժարվում եմ այդ մարդկային բարոյական կոդեքսից, որին որ հավատում եմ։ Ովքեր են ռազմահայրենասիրական շիզոֆրենիկները, ինչ ստեղծած բառն է, այդ կեղծ երեսպաշտ հայրենասերների մասին է խոսքը, որոնք իշխանության ներսում են։ Իշխանության ներսում Այս պահին իրենք կան։ Այս պահին դե իհարկե չէ։ Հիմա իրանք պացիֆիստական շիզոֆրենիայի մեջ են։ Ռազմահայրենասիրական շիզոֆրենիան է։ Այդ կեղծ երեսպաշտ լալա հառաջ կեղծ տերմինը ասենք ռազմահայրենասիրության մասին է, որը իսկապես սուտ է եւ շատ վնասար է դրա մասին է խոսքը։ Երբ որ դուք դուրս եկաք, դա ինչ էր, այսինքն բողոք իշխանության դեմ, թե դուք փրկվում էիք իշխանությունից դուրս գալով։
Այսինքն այնտեղ անելիքներ չունեիք այլևս, ինչ որ ձևով ձեզ էիք փրկում, թե նաև հանրությանն էիք։ Ես այնտեղ անկեղծ ասեմ դժբախտ էի, երբ որ աշխատում էի ու չուզելով էի գնում։ Ինքնս կարող հաստատել, ինքներս կարող են հաստատել եւ թեթևացած է ինձ զգում։ Ճիշտ է դրանից հետո ահագին գործազուրկ մնացի։ Բայց ինձ շատ թեթևացած է զգում, որ վերջապես հələ չենք չեմ մտնելու։ Ինչով էր դժբախտ Արարատ Միրզոյանի հետ աշխատելը օրինակ, ինչպես կբնութագրենք իրեն նաև որպես գործընկեր աշխատել։ Այդ պաշտոնը ինձ համար չէր, եւ ընդհանրապես ոնց հասկանում եմ բարդ եւ կարեւոր պաշտոնները ինձ համար չեն։ Վերջի ես թափառական լրագրող եմ, չէ՞։ Իսկ մեզ բնորոշ է այդ չափից դուրս ազատության ընկալումը։ Ես ինչ-որ կաբինետներում չեմ բուծվել։ Ինչ-որ գեներալների, պատգամավորների օգնական չեմ եղել։ Ես մեծացել եմ թերթերում։ Եվ խմբագիրը ասել է ինչ ուզում ես գրի։ Ու պարզա չէ, որ հազարավոր տողեր հիմարություն եմ գրել, բայց ինչ-որ հետո այդ ամեն ինչի արանքում ինչ-որ նաև արժեքավոր բաներ կան, շատ քիչ։ Բնական է դե չես կարող 18 տարեկանում կանտը լինես մի անգամից ու թերթերում չգիտեմ բաներ երկնես։ Բայց որոշում ունեք արդեն։ Գնում եք պատգամավոր, որը ունի կաբինետ եւ այնտեղ պետք է աշխատի։ Ինչպես եք եկել այդ եզրահանգման։ Բարդ էր որոշում կայացնել գնալ լուսավոր Հայաստան։ Բայց հիմա արդեն 35 տարեկան ջայ է, չէ՞։ Շուտ փոխվել է, էլի շատ դժվար է լինելու։ Ես անկեղծ ասեմ, իմ մանկության երազանքը չի եղել պատգամավոր դառնալ։ Ինձ շատ դուր է գալիս լրագրությունը, որտեղ հայտնվել եմ պատահական եւ գիտությամբ սպառվել է։ Պատմագիտությամբ։ Եվ այնպես չի որ երազում եմ, ուղղակի հանգամանքները ստիպեցին եւ ես ասեցի ինչու ոչ։ Բայց դες պատկերացնում եք այդ կարգավիճակում օրինակ աշխատասենյակում աշխատելիս չքննադատելիս լինել ավելի կոռեկտ։ Պատգամավորները աշխատասենյակներում աշխատում են։ Պարտադիր։ Օրենքներ են գրում, նախագծեր են գրում, ահա։ Չեք պատկերացնում ձեզ այդ աշխատասենյակում։ Բայց չեմ պատկերացնում։ Գրենք էլ ինչ։ Դե ասում եք դժբախտ եք զգացել, դժբախտ պատգամավորը ավելի ուրիշ է։ Պատգամավորը ավելի ուրիշ է։ Իսկ թվում կարամ աշխատեմ, ինչու չեմ կարող։ Իսկ երկար եք մտածել հասնելու այդ կետին, որ պետքա թողնեք այս ամեն ինչը, որովհետև լինելով քաղաքական գործիչ ավելի զուսպ պետքա լինեք, ձեր խոսքը ավելի հանրության համար ընկալելի լինի, որտեղ լրագրող լինելը ավելի բաց է, կարող եք բոլորին քննադատել։ Պատրաստ եք նաև քննադատվել դուք։ Ինչ թվում է, այդպես խնդիր չկա, որտեղ ինձ մի քանի անգամ բառել են այս երկրում։ Այդ 2018 թվականին այդ պաշտոնից ազատվելը ուղեկցվեց այնպես լավ սկանդալով։ Այսինքն լիք գովերտներել եմ արժանացել, հիմա դրանից եմ հոգնել եւ լիք քննադատության 5 օր շարունակ ինձ բզկտում էին։ Ես on-line հետևում էի իմ թաղմանը, Facebook-ում, այդպես կարելի է ասել, ես իմ միտքը չի ուրիշի միտք, ոչ սովոր է։ Ինձ ավելի շատ գիտեք այդ հայոյանքները, քննադատությունները, դատարկ քննադատությունները չեն անհանգստացնում։ Ինձ կանհանգստացնի, երբ որ ինձ ճանաչած իմ կողմից հարգված ինչ-որ մի մարդ քննադատի եւ ես հասկանամ, որ ճիշտ է ասում, դա արդեն կլինի ուրիշ հարց։ Թե չէ ինչ-որ կատաղած ամբողի տարերային ներխուժումը ինձ առանձնապես չի վախեցնում։ Իշխանության այս փոփոխությունը, հա, օրինակ Արարատ Միրզոյանը ասում էր, չեմ կարողանում անգամ ապառիկով հերոստացույց գնել ու մեկ էլ տեսնում ենք դղյակ է կառուցում, ցույց են տվել ակնհայտ ինչ փոփոխություն ա տեղ ունեցել։ Նիկոլ Փաշինյանն է շատ կտրուկ փոփոխվում իր վարքագծում։ Ձեզ համար հասկանալի էր կամ դուք պատկերացնում եք օրինակ 2018 թվականին, որ այսպիսի փոփոխություն կարող է լինել իշխանության ներկայացուցիչների մոտ, անգամ ունեցվածքում, երբ եկել էին պայքարելու նախկիններին, ասում էին դուք կոռումպացված եք, գողացել եք, պետբյուջեն եք թալանում։ Երբևէ մտածում եք, որ այսօր այսպիսի իշխանություն ենք ունենալու։ Գիտեք, իրենք, եթե հիշենք 2018 ժամանակ էլ առանձնապես ժուժ կար, եւ չափավորված չէին, այսինքն չէին տեղավորվում այդ Լենինյան ձևակերպման պրոֆեսիոնալ հեղափոխականի դերի մեջ։ Եվ իրանք այն ժամանակ էլ համոզմունք ունեին, որ այո, եթե այդ կարգավիճակում պետք է լավ ապրեն։ Եվ ասում են, հա ինչի՞ չէ, բայց ինչի՞ չպետք է անենք, որ ինչի՞ չպետք է ունենանք, որ Եվ ես այդ միտքը միշտ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը լավ չէր հասկացել, թե սա ինչ երկիր է։
Հայաստանի կառավարիչները այդ թվում Արարատ Միրզյանը չէին ֆիքսել, որ սա իսկապես այդ բարդ երկիր է, բարակ լալի վրայով գնացող երկիր, որը չունի սխալվելու հնարավորություն։ Այո։ Օրինակ Ֆրանսիան իրեն կարող է թույլ տալ սխալվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատ։ Նրանք կսխալվեն, հետո կուղան Հայաստանի մի սխալը հանգեցրեց աղետի եւ Արցախի հայատապմանը։ Մի սխալը։ Բայց իրենք մտածում են դե Քոչարյանը, Սերժ Սարգսյանը 10 տարի կյանքը վայելել են։ Մենք էլ ելնենք։ Ինչի ոչ։ Շոուները կազմակերպենք, այդ փառատոները, գինու փառատոները, սալյուտները խփենք, ասֆալտ անենք, Խորոված փառքենք։ խորոված, լույսը քաշենք, ժողովուրդը թող ուրախանա, բանաստեղծություններ գրենք, միտինգներ անենք, ասմունքենք, մենք ապրենք, ինչ ա։ Երկենք, ապարենք, վարչաբեն ստեղծենք։ Եվ իրենք շատ հիմա լավ են ապրում եւ սա շատ կոռումպացված իշխանություն է։ Այսինքն մտքում ունեցել են, որ պետք է կան լավ ապրելու համար, ես կարող եմ նաև այդպես ֆիքսել, որտեղ որ ասում եք, ինչի մենք չպետք է վատ ապրենք, այսինքն իրենք այդ հեղափոխության ժամանակահատվածում էլ ունեցել են մտքում։ Բնականաբար դա չէ կարող լինել, որովհետեւ դրանց մեծ մասը գործազուրկներ էին։ Գիտեք, շատ էպիկ էր էլի այդ, երբ որ մենք ես ինքներս մեզ նաև ինձ այդ մոնղոլ թաթարների հետ եմ համեմատում։ Մենք կառավարական շենքեր մտանք բարբարոս մոնղոլ թաթարների պես, այսինքն այդ մշակույթը ընդհանրապես չճանաչելով, եւ այդտեղ պետքա պատկերացնեք, չգիտեմ, Գորբաչովի ժամանակներից այնտեղ աշխատող մարդկանց դեմքերը, երբ որ տեսան մեզ մեր վերջին զանգի կարծիքները։ Նենց որ բնական է, ձգտում պետք է լինի, բոլորն էլ ուզում են լավ ապրեն եւ մարդիկ հրեշտակներ չեն, եթե հողում անենք Ամերիկա հիմնադիր հայերի, այդ բանաձևը շատ հետաքրքիր է։ Մարդիկ հրեշտակներ չեն, դրա համար կան օրենքներ, կա պետություն, որ սահմանափակի նրանց իրավունքները, բայց հրեշտակներ չեն նաև կառավարիչները, եւ դրա համար պետք է լինեն հավասարակշռող, փոխզսպող մեխանիզմներ, որովհետեւ բանից չանցնի եւ որևէ մեկը վերահսկողությունից դուրս չգա եւ չտարվի հակագործական առաքելությամբ, ոնց որ հիմա Նիկոլ Փաշինյանը, այսինքն խնդիրը շատ համակարգային է։ Այս պահին Հայաստանի համար քաղաքական թիվ Բայց այստեղ մի բան մոռացա ասեմ։ Ասեք։ Ես ճիշտ է, ես չգիտեի ինձ ոնց կպահեի, եթե շարունակեի պաշտոնավարել։ Ես այն մարդկանցից չեմ, որ համոզված ինքն իր վրա 100%-ով ասում է, այ եթե սենց լինի, հաստատ սենց կանեմ կամ սենց կանեի։ Եվ շնորհակալ եմ ճակատագրից, որ ինձ զերծ պահեց ուսապարկ դառնալով հեռանկարից։ Եվ ես սարսափում եմ, եթե հանկարծ ես գայթակղվեի եւ հավատարի մնայի այդ միջավայրին։ Ճիշտ պահին դուրս եք եկել մտածում։ Ճիշտ պահին դուրս եմ եկել եւ ինքս ինձ ապագայի համար մաքրել եմ այս հայ ժողովրդի դեմ կատարվող հանցագործությանը մեղսակից դառնալուց։ Այդ առումով։ Պարոն Փաշյան, մի հարց է ինձ հետաքրքիր, երբ որ ձեր կենսագրությունն էի ուսումնասիրում, հասկացա, որ պատմաբան, աստվածաբանության ֆակուլտետում եք սովորել ու կապ ունեք եկեղեցու հետ։ Հիմա եկեղեցու բակում ենք, ինձ հետաքրքիր է։ Ձեզ համար հասկանալի դարձավ այս իշխանություն ու եկեղեցի փոխհարաբերությունները ինչու են այսքան լարվել, ինչն էր խնդիրը, նաև քանի որ իրենց մեջ եղել եք ժամանակի ընթացքում, կար այս հարցին պատասխան ձեզ մոտ, եկեղեցին սխալվեց, թե իշխանությունը։ Փիլիսոփայությունը մոռացեք, փիլիսոփայությունն եմ սովորել։ Սա շատ բնական գործընթաց է, մարդկության պատմությանը հայտնի, բազմաթիվ են այսպիսի դեպքեր եղել։ Մի տարածությունում մեկ հոգևոր առաջնորդ պետք է լինի, երկուսը չեն կարող լինել։ Եվ բնականաբար բախում պետք է առաջանա։ Այս դեպքում տարածությունը շատ նեղ է Նիկոլ Փաշինյանի համար, որը իր իշխանության համար ուզում է ստանալ իր համար հլուհնազանդ կրոնական կազմակերպություն, այսպես ասած Հայաստանի եկեղեցի։ Այսինքն պայքարում է Փաշինյանը իր տեղի համար, այդպես կարելի է հասկանալ, որ ինքը իր դիրքերը ավելի ամրանան։ Պայքար, հանուն, իշխանություն եւ կամ կար իշխանություն հիվանդագին։ Եվ բնականաբար եկեղեցին բազմաթիվ այլ գործառույթներ ունի, բազմաթիվ այլ բովանդակություններ ունի եւ այդ բովանդակությունները եւ գործառույթները պետք է սահմանափակվեն։ Այդ գործառույթները ընդհանրապես եկեղեցին որպես այդպեսին խանգարում է այս իշխանության բովանդակությանը։ Հա։ Խանգարում է նրա կողմից իրականացվող քաղաքականությունը։ Ինչի է ըստ ձեզ սրանով։ Կգա մի ժամանակահատված, որ օրինակ կաթողիկոսի փոփոխություն տեղի կունենա։ Թե Նիկոլ Փաշինյանը ստանա համադրական մեծամասնություն, բնականաբար ամեն ինչ գնալու է դրան։ Ինչպես ուժով
օրենքի փոփոխությամբ, օրենքների եւ սահմանադրության վրա թքած ունենալով, ինչը մենք արդեն բազմիցս տեսել ենք, նույնիսկ ամենայն մանրուքներում իրենք թքած ունեն օրենքների վրա։ Եկեղեցին ճիշտ է պահում այս պահի դրությամբ, իր դիրքորոշումը ճիշտ է համարում։ Օրինակ, ասեցին տիրադավներ հայտնվեցին, ովքեր սկսեցին ենթարկվել Նիկոլ Փաշինյանին, մի հատվածը պաշտպանեց կաթողիկոսին։ Ինչ դիրք պետք է ընդուներ օրինակ կաթողիկոս այս պարագայում։ Կոպիտ ավելի։ Ամենայն հայոց կաթողիկոսը, ոնց ես եմ հասկանում, ընտրել է ավելի հանգիստ, շարժագանքելու, չսադրելու մոտեցում։ Ես ավելի արմատական մոտեցումների կողմնակից եմ։ Պետք է ինձ թվում է լինեին ավելի կտրուկ, ավելի ծայրահեղ մոտեցումներ, օգտագործելով եկեղեցու 1700-ամյա փորձառությունը, հռետորաբանությունը եւ պատասխան հարվածներ ուղղել հակապետական տարրերին։ Ինչու՞ չի անում ըստ ձեզ։ Դու խառնվածքը այդտեսին են եւ միգուցե այն կրակոտ Պողոս Առաքյալի պես երկնքից կրակներ իջեցնող հոգեորականների դասին չի պատկանում, բայց մենք պատմության ընթացքում շատ ենք տեսել, երբ որ եկեղեցին հոգեորականներն են առաջնորդել զանգվածներին, նույն Իսպանիայում, Լատինական Ամերիկայում, բայց այնուամենայնիվ չեմ ասում, որ Գարեգին երկրորդի մոտեցումը սխալ է, այս պահին կարող ենք ասել, որ նա դեռևս կանգուն է, բայց ինձ թվում է ժամանակավորապես, որտեղ եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, եկեղեցին ստանալու է հերթական կործանարար հարված։ Իհարկե եկեղեցու մի քիչ բարդ է, դա սահմանադրական դատարան չի, պարլամենտ չի, որ շրջապատելով ցրես, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանն ոնց որ այն մարդկանցից չի, որ դժվարություններից խուսափում է։ Վախեր ունի ըստ ձեզ կաթողիկոսը քայլելով պատասխանենք այս հարցին։ Ըստ ձեզ ինչ վախ պետք է ունենա կաթողիկոսը գնալով զիջումների, լռության, ավելի շատ չարձագանքելուն, որտեղ կան դեպքեր, որ կաթողիկոսը բացարձակ չի արձագանքում իր հայտարարություններին Փաշինյանի։ Դե քաղաքականության մեջ բոլորը պետք է ունենան վախեր, բոլոր ռացիոնալ մարդիկ, ինչպես պատրաստվում, որպես քաղաքականության մեջ վախը շատ ռացիոնալ դրսևորում է, այստեղ կընտրենա թե վախը ոնց է հաղթարում, վախը լինել կամ չլինելու դեմ չես կարող պայքարել։ Այստեղ էականանա թե ոնց է հաղթարում։ Հիմա ես չգիտեմ, չեմ կարող այդպես խորանալ վախեր ունի թե չունի, դե միգուցե դա իր մոտեցումն է։ Միգուցե ինքը ավելի հասուն է։ Օրինակ խոսում է զավակ ունենալու մասին, ուխտը չպահելու մասին, գուցե նաև դա է պատճառ դառնում, որ կաթողիկոսը ավելի դարձել է լրակյաց։ Հա նկատի ունի կոմպրոմատներ ունի։ Հստակ հայտարարել է այս կոմպրոմատների մասին անդադ խոսում է Նիկոլը, Կճիչ Ներսիսյանը ունի զավակ, Կճիչ Ներսիսյանը չի պահել ուխտադրուժը եւ այլն, Կճիչ Ներսիսյանը բիզնեսով է զբաղվել, այսինքն դրանցով փորձում են լրացնել կաթողիկոսին։ Իրական բարդ հարց եք տալիս, ես չէի ուզենա մտնել զավակ ունենալ չունենալու խնդրի մեջ, որովհետև ես ինքս խնդիր չեմ տեսնում նրա մեջ, որ ինքը զավակ ունի։ Բազմաթիվ մենք առաքինի եկեղեցու առաջնորդներ ենք ունեցել, որ էլի զավակ են ունեցել։ Դա առանձնապես մեծ խնդիր չի։ Ամեն հավանականությամբ իր մոտեցումն է այդպեսին եւ աշխարհայացքը։ Միգուցե Գարեգին երկրորդն էլ Նիկոլ Փաշինյանի հետ գաղափարակից այն հարցում, որ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը։ Միգուցե դա մենք տեսնում ենք, իսկ ես կարծում եմ, որ եկեղեցին չի կարող ունենալ ապաքաղաքական։ Ես քաղաքականություն ասելով շատ լայն բովանդակություն եմ ազգանում, խոսքը կուսակցություն ստեղծելու եւ ընտրություններին մասնակցելու մասին չի, բուկլետ բաժանելու։ Եկեղեցին բովանդակությամբ չի կարող ունենալ ապաքաղաքական։ Այդ դեպքում Այբուբենի ստեղծումը ինչ էր, քաղաքական ակտ չէր։ Քաղաքական ակտ էր, չէ՞։ Այսինքն եկեղեցին քաղաքականությամբ զբաղվել, երբ որ Այբուբենն է ստեղծել, ապահովելով մեր ժողովրդի 1500 տարիների ինքնիշխան եւ ինքնավար մշակութային տեսանկյունից կյանքը։ Պատմության մեջ այսպիսի դեպքեր եղել են, չէ՞, որպես պատմաբան, ինչ կասեք, ավարտը ինչպես է եղել, օրինակ իշխանություն եւ եկեղեցի փոխհարաբերությունների կարգավորումը։ Հանգուցալուծումն ինչպես է եղել։ Այլ հասարակություններում բախումներ միշտ եղել են իշխանություն եկեղեցի պետությունը եւ եկեղեցին ամենաիսկզբանը միշտ եղել են պայքարի մեջ եւ չեն կարող չլինել, որովհետեւ դրանք կառույցներ են, ինստիտուտներ են,
որոնք գործում են միևնույն տարածությունում եւ միևնույն ժամանակ եւ իրար մեջ։ Այո։ Եվ չի կարող չլինել բախում պեպում, հա, միջնադարից այդ բախումները մենք տեսնում ենք։ Եվ դրա համար եմ ասում, դա շատ նորմալ իրավիճակ է, կարող ենք հիշել կայսերի պայքարը ընդդեմ պապերի, չգիտեմ, Ֆրանսիայի թագավորների պայքարը ընդդեմ նորից պապերի, Ավարտը, պայքարի ավարտը։ Ոչ ոքի միգուցե, եւ հետո ինչ որ մի փուլում կարողացել են հասնել Հաշտության կոմպրոմիսի։ Հայաստանի համար այսօր թիվ 1 քաղաքական հարցը, խնդիրը որն եք համարում։ Շատ տրիվիալ պատասխան պետք է։ Անվտանգության ապահովումը Հայաստանի ներսում, բայց անվտանգությունից ավելի կարևոր բան ասեմ, Հայաստանի ներսում համերաշխության հաստատումը, խոսքը այդ կեղծ տերմինի մասին չի, որ ասում են, մենք պետք է միասնական լինենք, չէ՞։ Համերաշխ լինենք, հանդուրժող լինենք։ Խոսքը նրա մասն է, որ ես եւ դուք կարող ենք տարբեր քաղաքական հայացքներ ունենալ, բայց մենք սահմանափակված լինենք համերաշխությամբ։ Եվ այդ համերաշխության մոդելը մենք առաջարկում ենք հանրային պայմանագրի մոդել։ Համերաշխություն ոչ միայն այսօր ապրող մարդկանց միջև, այլ նաեւ մահացածների եւ բոլոր նրանց հետ, որ դեռևս չեն ծնվել։ Այսինքն համերաշխություն անցյալի, ներկայի եւ ապագայի միջև։ Հիմա այդ ներկան, անցյալը եւ ապագան իրար հետ խորը կոնֆլիկտի մեջ են հայտնվել։ Այսինքն կասկածի տակ դնելով ցեղասպանության հարցը, կասկածի տակ դնելով Ղարաբաղյան շարժումը, կոնֆլիկտի մեջ է հայտնվում անցյալի հետ։ Եվ տեսեք ինչ խզում է առաջանում այս տարբեր սերունդների միջև։ Եթե մենք հիմա ցեղասպանության հարցին այլ կերպ ենք նայում, մենք եւ ցեղասպանության ժամանակվա ապրած մարդիկ մեր կապը կողմ է։ Մեր կապը կողմ է Ղարաբաղյան շարժման ժամանակ ապրած մարդկանց միջև։ Մեր կապը կկորի նաեւ ապագա սերունդների, եթե նրանց ժառանգություն թողնենք Արամեծան Ադրբեջան, ավերակներ։ Եվ դրա համար պետք է այս մոդելը խաղարկել եւ կյանքի կոչել, մտածել համերաշխության մասին, չուրանալ անցյալը եւ մտածել թե ինչ ենք թողնում ապագա սերունդների։ Եվ բնականաբար ներկա մարդկանց միջև։ Ես բայց այդպես համատարած համերաշխության կողմնակից չեմ։ Հայաստան կան մարդիկ, որ անհնարին է, հա, երևի։ Ոչ թե անհնարին է, այլ ձեռք սեղման համար պիտան չէ։ Ես այդ մարդկանց հետ չեմ կարող համերաշխ լինեմ։ Դրա մասին չի, դրա համար ասում եմ, մեխանիկական, ռոբոտացված, կենացային միասնության մասին չի խոսքը։ Իշխանության ամենամեծ ձախողումը ձեզ որն էր եւ արդյոք ինչ որ նաեւ հաջողություն կարող ենք ասել, որ օրինակ այս հարցում հաջողել է, այս հարցում շատ ուժեղ ձախողում է ունեցել։ Անշուշտ ամենամեծ ձախողումը բանակցային գործընթացի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի տապալումն էր։ Եվ Ադրբեջանին առիթ տալը դիմել ագրեսիային, դա ամենամեծ տապալումն էր։ Դա գիտեք ոնց որ ինչի հետ կարող ենք համեմատել, ոնց որ գնաս, դες խախուտ ոչ այնքան լավ սարքած տան այդ մեջտեղից մի հատ քար հանես, հիմնային քար, ու ամբողջ շենքը փլես։ Ինքը գնաց առանց այդ խախուտ տան այդ մեջտեղի հատվածի քարը հանեց ու շենքը փլվեց։ Դա ամենամեծ սխալն էր։ Սխալները իհարկե կարող են անվերջ լինել, բայց որ ինչ որ մի հարցում ճիշտ էր, ճիշտ գործողությունների արդյունքում նաև լավ արդյունք է գրանցել, օրինակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կա այդպիսի մի հարց։ Չեն կարող չլինել։ Ուղղակի չեն կարող լինել, որովհետև տեսեք, օրինակ հայ մարդը երբ էր ավելի լավ ապրում, 90-ականներին թե 2000-ականներին։ Պարզաբար 2000-ականներին, չէ՞, որտեղ նավթի գները բարձրացան, իրավիճակը ավելի խաղաղ էր, պատրաստ չկար։ Այսինքն միշտ տարբեր իշխանության ժամանակ, բայց չի նշանակում, չէ՞, որ հիմա Ռոբերտ Քոչարյանի իշխանության կողմնակիցն եմ կամ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցն եմ առհասարակ։ Այսինքն միշտ ինչ-որ դրական բաներ կարող են լինել։ Կարևոր դրական բաներ, բայց այդ դրանք բոլորը մասնավոր բաներ են։ Քանի որ մեծ խնդիրը տապալված է, դրա համար այդ մանր հարցերից այս իշխանությունը լավ է։ Իրանց ասես, հա, մի թալանեք, բայց գնացեք ասֆալտ արեք, չգիտեմ, գյուղը լուսավորեք, այս պրիմիտիվ բաներից իրանք հրաշալի են։ Ասում են պրիմիտիվ, բայց դա շատ կարևոր է։ Օրինակ Սերժ Սարգսյանը կարող չէ ֆայմեր, որ պետք է, չգիտեմ, ինչ ասֆալտը ավելի շատ անել կամ առնվազն ավելի շատ նկարեին, գյուղերը լուսավորեին, կարող է հեղափոխությունը չլիներ։
այս ամբողջ աշխարհը չենք։ Դե դպրոց են սարքում, մանկապարտեզ են սարքում, անդադար լուսաբանում են, որ իրենք եկել են։ Ուզում եմ ասել, այդ մասնավոր լավ բաներ բոլոր իշխանությունների օրոք կարող են լինել։ Բայց ես նաև ասում եմ, որ դուք ավելի լավ բաներ կարող եք տեսնել, ավելի բարձր թոշակ ձեզ կարող է տալ Ալիևը։ Դուք ավելի լավ կապրեիք, եթե ապրեիք ռուսական կայսրությունում կամ Օսմանյան կայսրությունում, կայսրության հնարավորությունները ավելի լավն են, չէ՞։ Այո։ Դրա համար կան ամենամեծ հարցերը, վերևի շերտի հարցերը, երբ որ դրանք քանդում ես, արդեն այս մասնավոր հարցերը դառնում են անկարևոր։ Ես այդ սոցիալական հարցերը չեմ ուզում թերագնահատել, բայց ախր հիմա խոսում ենք թրիփի մասին օրինակ, բայց մարդիկ ջրատար չեն կարող սարքեն։ Ջրատարը թողում են բետոնի տակ, փողոցները լիճ են դառնում։ Պարոն Փաշյան, նաև որ մենք անդադ խոսում ենք իշխանափոխությունից, որ օրինակ 19 ուժ հիմա առաջադրվել է, չէ՞, խորհրդարանական ընտրություններին։ Ու հետհայաց ենք անում, ովքեր են առաջադրվածները։ Միշտ հարց է առաջանում, օրինակ, այս քաղաքական ուժը կարող է իսկապես իշխանություն վերցնել, օրինակ, այսքան խնդիրներով հանդերձ։ Որ քաղաքական ուժը կկարողանա վերցնել այդ մրցակցությունը կա, բայց վերցնել պատասխանատվություն կրել, կա մի քաղաքական ուժ, որ տեսնում եք, ում դեմքով։ Ես շատ կուզեի, որ մենք լինենք։ Պատասխանատվություն պատրաստ եք վերցնել այս ծանր ժամանակաշրջանում։ Իսկապես, եւ մեր թիմն է պատրաստ, եւ մենք չենք պատրաստվում սահմանափակվել մեր թիմով եւ մտածում ենք, որ գործի դնել կարող մարդկանց։ Ում դեմքով, օրինակ ասեցի Աջապահյանին առաջարկում եք Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացություն եք վարչապետ։ Դուք կողմ չեք լինի, որ այդպես հեղինակավոր մարդ դառնա նախագահ։ Ես կողմ եմ, բայց օրինակ վարչապետն էլ չէ պետք է ձեր տեխնացուն լինի, բայց տեխնացու չեք առաջարկում, չեք ասում ում դեմքով եք կառավարելու երկիրը։ Դե մենք ունենք չէ առաջին համար, երկրորդ համար։ Ունենք Էդմոն Մարուկյանն է, դուք եք։ Դա ակնհայտ է։ Ուզում եք ասեք Նիկոլ Փաշինյանը կարա երկիր կառավարի, Էդմոն Մարուկյանը չի կարա։ Դուք ասեք, կարող է Էդմոն Մարուկյանը երկիր կառավարել։ Ինձ թվում է, ես չեմ ուզում իմ գերոջը մեր առաջին համային գովալ, սեթեվե թանկ չի, բայց օրինակ ես առանձնապես շատ կարող չեմ։ Տանդաղաշարժը, երկար եմ քնում եւ այլն, բայց Էդմոն Մարուկյանը իսկապես գործունյա մարդ է։ Եվ հրաշալի օրինակ ինքը կլներ արտգործ նախարար։ Ամբողջ օրը ինքնաթիռների մեջ գնա այստեղ հարց լուծող մարդ է։ Օրինակ ես հարց լուծող մարդ չեմ։ Ինձ իմ համար երևի պետք է ուրիշ պաշտոն մտածել։ Մտածել եք ձեր համար պաշտոն։ Չէ, ազնիվ խոսք, տենց ինչ-որ բաներ իմ տաղանները այլ ողոցամբ են, եթե կան տաղաններ։ Բայց ինքը իսկապես գործունյա մարդ է եւ կարա լինի արտաքին գործերի նախարար, կարա լինի անվտանգության խորհրդի քարտուղար։ Ինչու՞ չէ վարչապետ, բայց հիմա չենք ուզում ախարեսկան ամեն մեկին նայում ես ով կոստյումի փոխունի վարչապետի տեխնացու է։ Դե ժողովրդին ինչի՞ պետք է կատաղացնել։ Հասկացանք, դա վարչապետի տեխնացու կա։ Մենք ասում ենք նախագահի տեխնացու ունենք։ Ժողովուրդը մեզ ավելի շատ զեն կտա, պատասխանատվությունը կվերցնենք։ Եվ մենք ագահ չենք, չտես չենք, եւ այդ պատասխանատվությունը մենակ չենք ասի բանը մերնա պոլիպեդելնի մենք լինենք։ Չէ, լիքը կարող մարդիկ կան մեր երկրում։ Ժողովուրդը չի հոգնել օրինակ այսքան դեմքերից, նոր դեմքեր են ուզում, անդադ ասում են թող նախկինները չգան, այս իշխանությունն էլ չլինի, բայց չունեն ընտրություն։ Ինչ պետք է անի հանրությունը, օրինակ ըստ ձեզ, ում պետք է գնա քվեարկել։ Այսօր հայ ժողովուրդը դες մոտ խայսատ ունի, ոչ մեկի չի սիրում։ Ոչ մեկ։ Մեկը հարուստ է, մեկը օլիգարխ է, այնինչը չգիտեմ ինչա, ամեն մեկի վրա մատ պատճառ մարդիկ կարող են մտածել։ Բայց այդ նոր դեմքեր փնտրելն են, էլի ինչ-որ մատ ինքնանպատակ նորաձևություն է, կամ իրավիճակի հետ հարմարվելու կեղծ պատճառաբանություն։ Չես ուզում քո կոմֆորտ զոնան հատես, դուրս գաս կոմֆորտ զոնայից եւ ասում ես նոր դեմքեր, բայց որտեղից նոր դեմքեր ճան։ Չկա, այս է մեր քաղաքական համակարգը, այս քաղաքական համակարգով կհարցնենք, չեն կարա գնանք, չգիտեմ, Գերմանիայից Ադենաուերներ ներմուծենք մեր երկիր, չկա։ Մեր այս գավառական միջավայրում շոտ հանճարար գլուխներ չեն ծնվել ճակերտների մեջ։ Հիմա ինչ կա, այս կա, բայց մարդիկ թող հասկանան, որ զինվորներից առաջ երկրի անվտանգությունը եւ իրենց կյանքը ապահովում են այդ
կոստյումով, փողկապով անհետաքրքիր մարդիկ, քաղաքական գործիչները։ Իրանք կարևոր մարդիկ են, ինչքան էլ իրանցից հոգնած լինեք, զեզված լինեք, ինչքան էլ բանը ձեզ կայթակղեն, ասեն, սա հաջող գործարար է, այն մյուսը, չգիտեմ, ռազմական համազգեստով, տենց Նապոլեոնի դերի մեջ լեկցիաներ է կարդում, տենց հիմա կա, չէ՞, տենց կան տենց նորաձևություններ, բայց երկրի խնդիրները կարող են լուծվել բոլորի կողմից չսիրված կոստյումով եւ փողկապով մարդիկ, իրանք են որոշում կայացնում։ Իսկ ձեր տպավորությամբ մեր հանրությունը վախեցած է, հոգնած, թե ավելի շատ հիասթափված։ Վախ էլ կա, չէ՞, այս պահի դրությամբ, օրինակ, չգիտեմ, չեմ կարծում։ Դենց հավաքականությանը ինչ որ հավաքական գիտակցություն իսկո պետք չի շնորհել Նիկոլ Փաշինյանն է, չէ՞։ Ժողովուրդը սենց է ազատ։ Հարցնում է ժողովուրդը։ Դե պատերազմով չեմ վախեցնում։ Ասում եմ ժողովուրդը, հա, ժողովուրդը ով է։ Շոր մի օրգանիզմ է, մի գիտակցություն, չէ, մարդիկ տարբեր են, եւ մեր հասարակությունը իսկապես շատ բազմաշերտ է եւ շատ տարբեր են։ Եվ ես կարծում եմ մեր հանրային կառույցը ուղղակի փլուզվել է։ Եվ մարդիկ ինքնության ճգնաժամի մեջ են հայտնվել եւ ընտրտուքի մեջ են։ Ընտրում են ինչ-որ հիմք են ընտրում, ամուր հող, որ կարճեն եւ մնան։ Հողը տակներից փախել է, կամ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ հողը փախցրել է իրենց տակից։ Այդ վախը կարելի է հաղթահարել։ Նորից եմ ասում, վախը ռացիոնալ բան է, իսկապես պետք է վախենալ, պատերազմից պետք է վախենալ։ Վախենալը բան է, բայց պետք է իմանալ այդ վախը ինչպես հաղթահարել։ Արժանապատիվ, թե նսեմացած, տորացված, ողորմելի ձևով։ Մեր Հայաստանի Հանրապետությանը ավելի շատ ուժ է պետք, միտք, թե օրինակ քաղաքական կամք այս ամեն ինչը հաղթահարելու համար։ Մենք կեղծ խաղաղություն չենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք ռեմոնտադա։ Բայց Փաշինյանն ասում է կեղծ խաղաղություն չի, սահմանին կրակոց չկա, զինվոր չի մահացել է ժամանակահատվածում։ Եվ հետո ինչ։ Ժամանակավոր դադար է։ Մենք առաջարկում ենք պաշտպանել ինքնությունը, մեր կարգախոսնա պաշտպանել ինքնությունը, եւ մենք առաջարկում ենք ռեմոնտադա, իսպաներեն բառը վերցված ֆուտբոլից։ Այսինքն վերականգնել Հայաստանը։ Մենք առաջարկում ենք մի նոր վերածնունդ մեր ժողովրդին։ Դա ենք առաջարկում։ Դա ենթադրում է պայքար, դա ենթադրում է տքնաջան աշխատանք։ Ասում եմ կեղծ խաղաղությամբ, երկրի շահերը հանձնելով, երկրի ապագան վտանգելով, մենք խաղաղության չենք հասնելու։ Ավելի ճիշտ կարող է խաղաղություն լինի, բայց ազատ, անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն չլինի էլ։ Լինի ինչ-որ մոտ կցորդ այս տարածաշրջանում։ Էդ ամեն ուզած։ Չէ։ Մենք առաջարկում ենք պայքար։ Իսկ դա չի ընդհանրում որ վաղը հեսնենք ձիերը եւ արշավենք դեպի Բաքու։ Դրա մասին չի խոսք։ Նախ եւ առաջ թարապես պայքարի տարբեր տեսակներ կա, ներքին պայքարի մասին, ներքին ճիգի մասին է խոսքը, ինքներս մեզ հաղթահարենք մեր կոմպլեքսները եւ հասկանանք, որ այս երկիրը պետք է վերականգնել։ Իսկ ժողովուրդը կա ռենեսանս ապրի, նոր ռենեսանս, որ այս երկիրը ապրի, թե չէ sense մենք փլվում ենք։ Չենք կարող մենք ապրել այնպիսի միջավայրում, որտեղ Ցեղասպանությունը կասկածի տակ է դրվում, որտեղ ասում են մեր երկիրը անկախ չի եղել, նոր ենք անկախանում, Հայաստանը նոր ենք գտել, որ այսպեսի ես խոսակցությունները համարում եմ անբարոյականություն եւ դիվերսիա, մշակութային դիվերսիա մեր երկրի հիմքերի դեմ։ Հիմա դուք մտածում եք, որ լուսավոր Հայաստանին կհաջողվի իշխանություն վերցնել, եթե ազնիվ ենք խոսում, օրինակ հունիսի 8-ին իշխանափոխություն է լինելու, թե գնում է օրինակ լուսավոր Հայաստանը նորից ընդդիմություն աշխատելու խորհրդարանում։ Քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի նպատակը պետք է լինի վերցնել իշխանություն։ Եթե ինչ-որ ընդդիմություն կա, որը չի ձգտում իշխանության, ուրեմն ինքը անիմաստ եւ հիմար ընդդիմություն է։ Եվ երբ որ մեր ժողովուրդը ինչ-որ անհետ ձևակերպում ունի, չէ, ժողովրդական, սա բան աթոռակռիվ է։ Այո, ժողովուրդը աթոռակռիվ լինի, դե չէ, ես մենակ խոսալով ինչ կարամ անեմ, հա, կարամ ինքը խոսամ, բայց պետք է աթոռը լինի, որ գնաս նստես վրան, դրա համար հարց լուծես, չէ։ Նորմալ է աթոռակռիվը։ Բայց նաեւ
մենք գիտենք իրականությունը հաշվի առնել։ Եվ ո՞րն է մեր իրականությունը։ Եվ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է, դա է մեր։ Հաշվի առնելով սոցիոլոգիական տվյալները, մեր կանխատեսումները, մենք հասկանում ենք, որ ոնց որ չի ստացվելու միայն իշխանություն վերցնել։ Եվ դրա համար առաջարկում ենք մեխանիզմներ, օրինակ համատեղ օրակարգ, այլընտրանքիր ուժերի հետ նախագահի տեխնացուի հարցում, եւ բազմաթիվ այլ կետեր, եւ մենք միակ ուժն ենք, որ ասում ենք ժողովուրդ ջան, սա սովորական ընտրություն չի, մի դարձեք սա սովորական ընտրություն, այնքան սովորական, որ եղել են նախկին նախագահական եւ խորհրդանական ընտրությունները, սա չի կարող լինի ընտրություն 10,000 դրամ թոշակների, 10,000 դրամ թոշակները բարձրացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու մասին։ Հայաստանի որպես ինքնիշխան պետություն լինել չլինելու մասին են այս ընտրությունները, եկեք դրա մասին խոսենք։ Այն ինչ որ խոսվում է ցեղասպանության մասին, իսկապես անթույլատրելի է։ Այն ինչ որ խոսվում է մեր երկրի, մեր պետության անցյալի մասին, անթույլատրելի է, եկեք հասկանանք։ Եվ չդարձնենք դա սովորական իրադարձություն։ Եվ երբ որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը նորից վերարտադրվելու է գնանք ընդդիմություն աշխատենք, նախ մեր նպատակն է որ Նիկոլ Փաշինյան վարչապետ մենք չունենանք։ Ամեն ինչ անելու ենք։ Չասեմ ամեն գնով, սա մի քիչ վատ ձևակերպում է, բայց ամեն ինչ անելու ենք, որ նա չվերարտադրվի, որտեղ նրա պաշտոնավարմամբ Հայաստանում կյանքը դառնում է անհնար։ Եվ իսկապես նաև բանա քաղաքական լուծումները չի նայում մարդկային տեսանկյունից, իսկապես չեմ ուզենալ իրեն վերարտադրվեն։ Դուք Նիկոլ Փաշինյանի դեմ եք պայքարում, թե իշխանության, օրինակ կարող է Նիկոլ Փաշինյանը չլինի, այլ դեմքով լինի, օրինակ Արարատ Միրզոյանը, Վահագն Ալեքսանյանը։ Մի քանի օրինակ Փաշինյանն ասում է ունի վարչապետի տեխնացուներ իրենց թիմում։ Թու Վահագն Ալեքսանյանը։ Անահիտ Ավանեսյանը, որը իրենց ցուցակի 3-րդ համարն է։ Դե ես չեմ կարծում, որովհետև ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը կամ ընդհանրապես պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, թե այս իշխանությունը։ Լավ է, թե Նիկոլ Փաշինյանը չլինի ով կա։ Ու կարծում եք այդ մարդիկ կարան։ Դա Նիկոլ Փաշինյանը հաշվի առնելով հին լրագրողը, քաղաքական ֆիգուր է, հասկացանք, որ այնտեղ ով կա։ Մենք եթե լավ այդ անձնավորումը խանգարել, պայքարում ենք այդ իշխանության դեմ կամ այն բովանդակության դեմ, որը արտադրում են իրենք։ Այդ բովանդակության մեջ է խնդիրը։ Թե չէ ինքն իրանով, եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ կառավարիչ լիներ, նորմալ մտքեր արտաբերեր, բարձր անձի դեմ չենք պայքարի։ Բայց այս պայքարությամբ մենք կարծում ենք, որ չկա հիերարխիկ իշխանության կառույց կամ մեկ մարդ, որը կլանել է ամբողջ համակարգը, բոլոր ինստիտուտները, ինքը գլխավոր դատախազն է, ինքը պարլամենտի խոսնակն է, ինքը գլխավոր քննիչն է, վերցրել է, չէ՞, Ամանյան հայոց կաթողիկոսը ուզում դառնա, բոլոր գործառույթները ինքը վերցրել է։ Նաև ինքը ընդդիմության առաջնորդն է, չէ՞, տեսեք, չէ՞։ 8 տարի անց եկել է խոսում երեխաների մասին, որոնք շալվար չունեն ու ցեխերի մեջ են։ Ընդդիմության առաջնորդի տեքստ է, չէ՞, ասում եմ, ես կարամ խոսամ։ Ես ընդդիմության առաջնորդը չեմ, սխալ չհասկանաք։ Ամեն ինչ է ինքը, կլանել է ամեն ինչ։ Ով պես տրամաբանությամբ եւ այս խաղի կանոններով, ելով կարող է գալ։ Եթե, չգիտեմ, ԿՊ-ից կարող է ինչ-որ ազգային մարդ գտնել, որ կարող է գալ մեզ դուրս հանել ճգնաժամից, խնդրեմ, եկեք քննարկենք։ Բայց դա անիրատեսական ինչ-որ սցենար է։ Ես կուզեի նաև օրինակ կանխատեսեինք այսօր հունիսի 8-ն է, որ ուժերն են անցել խորհրդարան, ըստ ձեզ։ Կանխատեսումն անելը անշնորհակալ գործ, օրինակ կարող եմ կանխատեսել, թե ով կհաղթի Չեմպիոնների լիգան Փարիզը, բայց այդպիսի քաղաքական կանխատեսումներ չեմ կարող անել։ Ամեն մենք պայմանավորվեցինք անկեղծ լինել, բայց ոչ այնքան անկեղծ, որ այդ անկեղծությունը ինչ-որ մեկին կամ գոնե մեզ վնասի։ Մենք հույս ունենք եւ նաեւ որոշակի վստահություն ունենք, որ մենք անցնելու ենք։ Որովհետեւ ես կարծում եմ, թող մեծամտություն չունի, մերպես քաղաքական գործիչների չանցնելը լավ չի այս երկրի համար։ Եկեք անկեղծ լինենք, մենք կողմում կա խոշոր կապիտալ, ամենայն հարգանքով։ Դե հիմա բանը եկեք բան չանենք, խոշոր կապիտալ են, չէ՞։
Եվ կա ֆինանսի հետ խնդիր։ Եվ կա պոպուլիստական ինչ-որ իշխանություն, բայց պետք է քաղաքականության մեջ լինեն քաղաքական գործիչներ, քաղաքական մարդիկ։ Եվ եթե մեզ մեղադրում են զենք փոշիացնելու մեջ, չէ՞, Այո, որ ախմախ խոսակցություն է։ Ես էլ ասում եմ, եթե մենք չլինենք, դուք ձեր ապաքաղաքականությամբ, վուլգար ապաքաղաքականությամբ փոշիացնում եք քաղաքականությունը։ Հիմա ի՞նչն է ավելի վատ՝ 1% զենք փոշիացնելը, ընդհանրապես քաղաքական բովանդակություն փոշիացնելը, որտեղ իրեն քաղաքական բովանդակություն չեն ստեղծում։ Նիկոլ Փաշինյանը ստեղծում է քաղաքական բովանդակություն, դա հակապետական է, նրանք խոշոր կապիտալ են, անկեղծ լինենք, ինչ քաղաքական բովանդակություն պետք է ստեղծեն։ Աշխատատեղեր հասկացան, արկերից ազատում հասկացան, բայց քաղաքականությունը այլ բաների մասին է։ Եվ մեր պես մարդիկ, չեմ ասում մենակ մենք, նաև այլ քաղաքական գործիչներ պետք է լինեն։ Չի լինի առանց մեզ կոստյում շալվարով մարդիկ են երկրները առաջնորդում։ Ինչքան էլ ժողովուրդը հոգնած լինի կամ տարված լինի այդ հերձվածող նորաձևություններով։ Նոր մարդապետ։ Որտեղից բերենք նոր մարդ։ Պարոն Փաշյան, նաև քանի որ Էդմոն Մարուքյանը գլխավորում է ձեր կուսակցության նախընտրական ցուցակը, նա եղել է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում հանձնակատար, դեսպան, հանրությունը ասում է, որ սա ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, սա Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է եւ Էդմոն Մարուքյանի նորից ուղարկել են, որ փոշիացնեն ձեր ասած այդ ձայնը վերջում միանա խորհրդարան Նիկոլ Փաշինյանին, որ կարողանա դառնա վարչապետ։ Ի վերջո ձեզ ո՞նց է համոզվելու հանրությանը ապացուցել, որ չէ դուք այլ նպատակներով եք եկել։ Էդմոն Մարուքյանին ասոցացնում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա փաստ է։ Հանրությունով է։ Ժողովուրդը մարդկանց մոտ գնալու է քարոզարշավի, ինչ եք ասելու, ոնց եք ապացուցելու, որ դուք պրոյեկտ չեք։ Ոչ բոլոր մարդիկ։ Այս հարցի համար ես ունեմ հետաքրքիր պատասխան։ Եվ մի անգամ էլ այտենց ինչ-որ ես ու պարոն Մարուքյանը հանդիպման էին գնացել, այդ հարցը տվեցին, հեռավոր Գեղարքունիքի մարզի ինչ-որ գյուղերից մեկում ենք ասեցի, թույլ տակ ես պատասխանը։ 2021 թվականին այլ իրավիճակ էր։ Դեռևս կար Արցախ, հայկական Արցախ, ամրագրված նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Եվ կար իշխանություն, որը ծրագիր էր առաջարկել, նախընտրական ծրագիր, Հադրութի Շուշիի դեօկուպացիա, ակնարկում էր, երբեմն էլ ուղիղ խոսում էր անջատում հանուն փրկության սկզբունքի մասին եւ կար ընդդիմություն։ Ռոբերտ Քոչարյանի մարմնավորման դաշտը բևեռացված էր։ Ամբողջ քաղաքական համակարգը եւ ամբողջ ժողովուրդը բաժանվեց այս երկու խոշոր բևեռների միջեւ։ Կային այլ բազմաթիվ ուժեր, մասնակցող ուժեր, բայց բոլորը մնացին բարիերի տակ, որտեղ նրանց ձայնը անլսելի էր։ Կային այս երկուսը իրենց քրիտիկական զանգվածներով։ Եվ ձևավորվեց այդպիսի պարլամենտ։ Այդ պարլամենտը այսօր որ կա, արտահայտում էր օրվա տրամադրությունները։ Եվ ինչ անել այս պայմաններում Էդմոն Մարուքյանը։ Եթե ժողովուրդը այսպիսի ընտրություն է կայացրել, ում կարելի է ընդունել այդ ընտրությունը, որովհետև մեկը չի վիճակել, չէ՞, այդ ընտրությունների օրինականությունը։ Եվ փորձել օգտակար լինել պետությանը։ Արցախի հայկական մնալուն։ Դուք կարծում եք Էդմոն Մարուքյանը ինտելեկտուալ մարդ է, չէ՞, ինտելեկտուալ է, չէ՞, կարող մարդ է, կարող է, չէ՞։ Եվ արդյոք չէ կարող ինքը պետությանը օգուտ տալ։ Իհարկե կարող էր։ Եվ փորձեց օգուտ տալ, բայց հետո տեսա որ չի ստացվում, դուրս եկա։ Այնպես չի որ Էդմոն Մարուքյանը քնում հելնում է, թե երբ 6 ամիսը մեկ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ համագործակցության մեջ չէ։ Բայց մարդը տեսա որ չի ստացվում, օրինակ Արցախ պայլ հայկական։ Դուրս եկավ, ասաց սրանց հետ մատաղ ուտել չենք գնա։ Դե նրանք էլ ակադարձում են, ասում են մենք էլ ձեր հետ չենք գնա, Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանը անդադար ասում են, որ պաշտոնների եկել, ուզել եք պաշտոններ չենք տվել, հիմա այդպեսի հայտարարություն։ Նախ Էդմոն Մարուքյանի այլ առաջարկներն եղել, նախարարի պաշտոնն առաջարկել, ինքն է մերժել։ Նա չէ՞ որ քնել հել այդպես երազել է դեսպանի պաշտոնը զբաղեցնելու համար։ Մարդը ուզեցել է կոնկրետ պատասխանատվություն ստանալ արտաքին քաղաքական բլոկում։ Եվ կարևոր գործ իրականացնել։ Էդմոն Մարուքյանի թիմի մի հատված այսօր իր հետ չի, Անի Սամսոնյանից սկսած եւ այլ։ Ձեզ ինչ ճակատագիր է սպասում, սա վերջին հարցը։ Կարող է անակնկալ մի օր էլ տեսնենք, որ ես խոստացել եմ երբևէ չդառնամ ԿՊ խմբակցության ղեկավար։
Հայկ Կոնջոյանը ԿՊ խմբակցության ղեկավարն է, չէ՞։ Այո։ Ես քիչ առաջ ասացի, ես չեմ սիրում ինքնավստահ տղայական խոստումներ տալ։ Ասում եմ, վաղ պատրաստ մնի, ես կգնամ ռազմաճակատ, չէ՞։ Չէ, բայց ես գոնե փորձում եմ ապրել այնպես, որ կյանքը ամոթալի չլինի։ Եվ փորձում եմ այդպես ապրել։ Եվ դա ինձ համար ավելի կարևոր է, քան դա Պատրաստ եք օրինակ մի օր Էդմոն Մարուկյանի հետ չլինել, այլևս թիմում չլինել։ Կարող է ինչ-որ մի օր ինչ-որ մի բանով համաձայն չլինեմ, կամ ես որոշում եմ գնամ, չգիտեմ, ինչ-որ միտեղ գիտությամբ զբաղվեմ, կամ գամ ժողովուրդ թերթում աշխատեմ։ Պարզա որ քաղաքական համագործակցությունը առանձին կնվազի։ Փաստաթող չեք ստորագրել, որ անպայման։ Այդպիսի բաներ կարող են լինել, չէ՞, ամեն մեկս մեր կյանքը ունենք։ Բայց գնալ տիրադավության ես չէ։ Տիրադավ պետք չի մենակ հասկանալ տիրոջը դավաճանալ իմաստով Միքայել Աջապյանը, չէ՞, տերմինը գործածության մեջ դες չէ, որ ինչ-որ մեկի վրայից ցռնել, հանուն պաշտոնի գնալ այլ թիմ, չէ, այդպես բաներ առնվազն մինչև հիմա չի ստացվել, ես հավաստիացնում եմ, որ կարող է օրինակ ԿՊ-ում ինչ պաշտոններ զբաղեցնի, օրինակ 44 օրյա պատերազմից հետո Հելինա Յասայի Արցախը, Ադրբեջանը եւ վերջ կարող նախարարի պաշտոնել ես ունենայի, ինչ կլիներ որ Բայց ասում եմ, իրենցից ոչինչ չեմ ուզում։ Ես կարող եմ լինել ավելի մեծ ընդդիմադիր ուժերում հիմա։ Ընտրել եք Լուսավոր Հայաստանի հետ ճանապարհ գնալ։ Ընտրել եմ Էդմոն Մարուկյանի ճանապարհ գնալը, որովհետև կարծում եմ վստահելի մարդ է, գաղափարական մարդ է։ Առաջին հերթին մեզ ընկերությունը չի միավորել գաղափարները։ Մենք այս բայդուսամ բազմաթիվ հարցերի շուրջ միակերպ ենք, բայց մեզ նաև ընկերությունը նաև կարծում եմ, որ այդպիսի մարդիկ պետք են։ Պարոն Փաշյան, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Հիմա մի քանի բլից հարցեր ունեմ, կխնդրեմ ավելի արագ պատասխանել։ Հայաստանը հիմա ունի պետական օրակարգ, թե ապրում է մի ճգնաժամից մյուսը։ Մի ճգնաժամից մյուսը։ Ձեր կարծիքով այսօր իշխանության ամենամեծ խնդիրը սխալներն են, թե սխալների պատասխանատվությունը չընդունելը։ Երկրորդս։ Չընդունելը։ Չի վերցնում պատասխանատվությունը։ Չէ, երկրորդը։ Ինչն է ձեզ այսօր ամենաշատը անհանգստացնում Հայաստանի ապագայի հետ կապված։ Դա կոմենտ թողնում, սխալներ բոլորս սխալվում ենք։ Բայց կարող է հասկանաս, որ սխալվել ես, ասես կներեք սխալվել եմ, անցնենք առաջ։ Ինչն է ձեզ այսօր ամենաշատը անհանգստացնում Հայաստանի ապագայի հետ կապված։ Մեր արժեքների կազմաքանդումը։ Եթե հիմա մեկ խորհուրդ տայիք իշխանությանը, ո՞րն է լինելու։ Մնաք բարով։ Հեռացեք։ Եթե մեկ խորհուրդ տայիք ընդդիմությանը, ո՞րն է լինելու։ Լրջացեք։ Ընդդիմության ամբիցիաների հարցը ո՞նց լուծել։ Դեղեր նշանակել, որ խմեն, հանգստանան եւ դուրս գան այդ բանը փոքրիկ վարչապետի տեխնազուների այդ բանը, այդ բարդույթը հաղթարեն։ Ինչ հանգստացնող դեղեր կան։ Ամա ում նայում ես ամեն մեկը մատնես փոքրիկ վարչապետի տեխնազու է։ Եթե հատուկ դեղ կա, կարող եք առաջարկել։ Նա հանգստացնողն է, ոնց է դեղը անում։ Իշխանության ամենամեծ ձախողումը ո՞ր ոլորտում է։ Արտաքին քաղաքական։ Հայաստանը հստակ կարմիր գծեր ունի, թե ոչ։ Հայաստանը ունի կարմիր գծեր, որոնք ամեն օր տեղաշարժվում են։ Այն անեկդոտը չեք լսել, որ մեկը գնում է քարտեզների խանութ, ասում է խնդրում ինձ տվեք Հայաստանի քարտեզը, վաճառողը ասում է որ ամսվա։ Փոփոխության է։ Ցինիկ անեկդոտա, բայց վերջին 5 տարիների համար տակտուալ։ Իշխանությունը ճգնաժամ կառավարում է, թե խորացնում։ Ինքը ստեղծում է ճգնաժամ, փորձում է կառավարել, ձախողվում է ու խորացնում է։ Հանրային վստահությունը նվազել է։ Ում նկատմամբ։ Ընդհանուր իշխանություն, ընդդիմություն։ Դե հա, մեր ժողովուրդը ճգնաժամի մեջ է։ Մեդիան այսօր վերահսկում է իշխանությունը։ Իրանք փայլուն տաղանդ ունեն մեդիա ոլորտում եւ դա դրսևորում են։ Դա թյուր կարծիք է, որ իրանք բողոքում են, ասում են, «Այ ընդդիմադիրները իրենց մեդիաներով մեզ ճնշում են», չէ։ Իրանք դոմինանտ են այդ ոլորտում եւ անմրցել է։ Բարօրինակ, մի ամիս չկա, որ այդ YouTube-ի գովազդները մտել են, իրանք տեղել են մախրճվել։ Չէ, իրանք բոլոր ճանապարհներով գնացել հասել են Եվրոպաներ, ինչ որ Google-ի միջոցով գովազդներ են պատրել։ Հիմա YouTube-ում որ ինչ որ բան ենք նայում, այլ գովազդների հետ միասին իրանք գովազդն էլ է բերում մեր ընդդիմությանը բան վարկաբեկող։ Ծնում եք, փառահեղ չի բա։ Քարոզչությունը Հայաստանում փոխարինել է քաղաքականությանը։ Քարոզչությունը քաղաքական գործիք է։
Այս իշխանությունը կառավարում է, թե պարզապես իշխանություն է պահում։ Վայելում Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի մի տեսանյութ կոնը կարող եք ինձ ցույց տալ, որտեղ իրենց պատավատները չեն երևում։ Չէ։ Բոլոր տեսանյութները երևում են։ Այո։ Ինչ են ուզում ցույց տալ։ Լավ են ապրում։ Հա, որ իրանք էլ են բարձրաշխարհիկ։ Փաշինյանը ի վիճակի է լուծել խնդիրները, թե արդեն ինքն է դարձել խնդիր։ Ինքը վաղուց արդեն խնդիր է մեր առաջին նախագահը ձևակերպել այդ միտքը, որ ինքը ավելի մեծ սպառնալիք է, քան թե Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ընդդիմությունը պայքարում է, թե պարզապես գոյություն է պահպանում։ Որ ընդդիմությունը։ Հայաստանի Հանրապետություն։ Մենք էլ ենք ընդդիմություն եւ մենք պայքարում ենք։ Այսօր Հայաստանում կա քաղաքական առաջնորդության ճգնաժամ։ Իհարկե կա։ Հայաստանը հիմա ավելի անվտանգ է, քան 5 տարի առաջ։ Ոչ։ Անվտանգությունը միայն ժամանային կրակոցներով չի որոշվում։ Հայաստանը ամեն օր ավելի խոցելի է դառնում։ Ինչ կլինի առաջիկայում քաղաքական փոփոխություն, թե նոր ճգնաժամ Հայաստանի Հանրապետությունում։ Ճգնաժամը վատ բան չի։ Եվ կարա ստեղծարար առաքելություն ունենա։ Թող քաղաքական փոփոխությունը բերի նոր ճգնաժամ, որը կապահովի մեր վերածնունդը, այսինքն ռենեսանսը։ Շնորհակալ եմ, պարոն Փաշինյան, հետաքրքիր զրույց։ Ես եմ շնորհակալ։ Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք կհանդիպենք, մենք զրուցում էինք լրագրող պատմաբան Կարպիս Փաշոյանի հետ։